Հայաստանն այժմ ինստիտուցիոնալ կապ ունի տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Վարչապետն այս իրավիճակը բացառիկ համարեց պատասխանելով թուրք լրագրողի հարցին։ Օրբելի կենտրոնի կազմակերպած ֆորումին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց պատվիրակների հարցերին։ Իհարկե Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեզ միշտ կապել են եղբայրական բարեկամական կապեր, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մենք երբեք ինստիտուցիոնալ կապ չենք ունեցել։ Հիմա նորությունն այն է, որ մենք եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենք ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն։ Եվ սա կարևորագույն նորություն է։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալով վարչապետը մեկ նրբություն ընդգծեց։ Մինչև հիմա մեր խոսույթում, հայաստանյան խոսույթում, այդ թվում ես երևի չնկատելով շատ հաճախ օգտագործում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, հայ-ադրբեջանական հարաբերություններ, որը չի արտահայտում այն բովանդակությունը, որի մասին մենք խոսում ենք, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները ուրիշ բան են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ուրիշ բան, այնպես չի, որ դրանք համընկման տեղեր չունեն, բայց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունը ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունը ուրիշ բան։ Վարչապետի խոսքով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Իմ գնահատմամբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը ժամանակի հարց է, եւ ես վերահաստատում եմ դա, որովհետեւ մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա։ Այստեղ խնդիրը արագությունն է ճանապարհը անցնելու։ Փաշինյանը հույս ունի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կընդունի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Շատ կարևոր է, տեսեք, վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ մենք շատ հաճախ ենք հանդիպում։ Ես 2 անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում վերջին անգամ առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում եւ այդ այցը շատ հաջող եմ համարում եւ այո այդ այցի ընթացքում նաեւ նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ձևաչափում փոփոխություններ չեն լինի, մինչև երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը, նշեց վարչապետը։ Համաձայնագրի ստորագրումից հետո եւ վավերացումից հետո իհարկե որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել եւ կլինեն, ինչի վերաբերյալ մենք Եվրոմիության մեր գործընկերների հետ ունեցել ենք եւ պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ։ Վարչապետին հարցրին, թե Եվրամիությունը ինչ դեր է ունենալու TRIP-ի նաեւ այլ նախագծերում։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր է։ Այդ նախագիծը նույնքան կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր է Ադրբեջանի համար, նույնքան կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար, նույնքան կարևոր է Կենտրոնական Ասիայի երկրների համար, նույնքան կարևոր է Ռուսաստանի համար, ինչի վերաբերյալ արդեն պաշտոնական մեկնաբանություններ են հնչում Ռուսաստանի Դաշնությունից, նույնքան կարևոր է Վրաստանի համար, նույնքան կարևոր է Եվրամիության համար, նույնքան կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, նույնքան կարևոր է Չինաստանի համար։ Այս թվարկումը ինքնին նույնքան կարևոր է Թուրքիայի համար։ Պետության ղեկավարի գնահատականով այս նախագիծը ոչ միայն իրագործվելու է, այլև լինելու է մեր ժամանակակից պատմության ամենահաջող նախագիծը, որը բերելու է եկամուտներ երկրներին, տնտեսական զարգացում, անվտանգություն եւ կայունություն։ Փաշինյանը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման առաջին շահառուներից է համարում նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներին։ Հայաստանը եւ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են։ Եվրասիական տնտեսական միությունը ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի եւ կապիտալի ազատ հոսքի մասին է։ Բայց երբ մենք այսօր նայում ենք մեր փոխադարձ առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այնուամենայնիվ Եվրասիական տնտեսական միության բովանդակային տրամաբանությանը չի համապատասխանում, որովհետեւ էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։ Այդ թվում հաղորդակցության արագ եւ էժան ուղիների բացակայության պատճառով, որովհետեւ այնպես չի, որ հաղորդակցության ուղիները բացակայ են։ Այդ հաղորդակցության ուղիները կան, բայց այդ հաղորդակցության ուղիները երկար են եւ թանկ։ Եվ տեսեք, թե ինչ է տեղի ունենում այս օրերին։ Ղազախստանից
երկաթուղով հացահատիկ է գալիս Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով, որովհետև վերջերս Ադրբեջանի նախագահ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան տարանցման բոլոր սահմանափակումները, եւ ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, ինչի մասին արտահայտվել եմ նաեւ միջազգային հարթակներում, եւ այս հայտարարության պարզվեց առաջին շահառուն կենտրոնական Ասիայի երկրներն են։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի տարանցման սահմանափակումները վերացնելու մասին հայտարարությունից հետո Հայաստանը հայտարարել է պատրաստ է մարգարայով ու խնձորեսկով Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցում ապահովելուն։ Ինչու ենք մենք հիմա դա հիշատակում միայն, որովհետեւ այս պահին դա միակ ուղին է, որ բոլոր ճանապարհները ենթակառուցվածքները պատրաստ են։ Իհարկե մենք Վաշինգտոնի հռչակագրով երրորդ կետում նաեւ արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանը միմյանց համար կապուղիների, այդ թվում երկաթուղին ապաշրջափակելու օրակարգը, որը իրականացման փուլում է։ Քաղաքական մակարդակում մենք խնդիր չունենք նաեւ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև այդ թվում երկաթուղային կապ ապահովելու, բայց հիմա ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չի անել, որովհետև չկա երկաթուղին։ Այս երկաթուղին դեռ պետք է կառուցել, ինչի շուրջ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հարցին, թե պայմանավորվածություններն ինչքանով են համապատասխանում Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի շահերին, վարչապետն ասաց. Համաձայնությունների իրականացման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սևծով եւ հակառակ ուղղությամբ։ Շատ է խոսում, թե իսկ Վրաստանի շահերին ինչքանով է համապատասխանում, այս նախագծի իրականացմամբ Վրաստանի տարանցիկ հնարավորությունները էականորեն կմեծանան Սևծով Պարսից ծոց ուղղությամբ եւ նաեւ այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը երկաթուղային կապի հնարավորություն կունենա Եվ իմիջայլոց արդեն խոսք է գնում այն մասին, որ այդ թվում Ռուսաստանը կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նկատի ունեմ այն ինչ տեղի է ունենում ակնհայտորեն երկարաժամկետ խաղաղության եւ կայունության գործոնը եւ տնտեսական համագործակցության ու զարգացման, այդ թվում կենտրոնական Ասիայի երկրների համար։ Վարչապետը կարևորեց նաև Երևանի եւ Պեկինի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, այն ըստ Փաշինյանի նշանավորում է նոր մակարդակ երկու երկրների հարաբերություններում։ Փաստաթղթում հղում կա խաղաղության խաչմերուկ նախագծին եւ գոտի եւ ճանապարհ նախագծին եւ ակնհայտ է, որ այդ նախագծերը բովանդակային առումով ունեն համընկումներ, բայց ուզում եմ ընդգծել նաեւ, որ այդ նախագծերը եզակի չեն, մասնավորապես խաղաղության խաչմերուկը, մասնավորապես Tripprud նախագիծը, իրենք մի կետ են, որը կարող է համատեղել տարբեր երկրներում ձևավորված բովանդակությունը եւ իմ կարծիքով դա գործնականում տեղի է ունենում։ Պարզապես պետք է լինել պրոֆեսիոնալ, հետևողական եւ համբերատար։ Փաշինյանին հարցրին, արդյոք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը չի հակասում Վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեւ Ադրբեջանի նախագահ ասել է, որ եթե ցարական քարտեզներում, եթե նայենք Սևանալի չկա, կա այլ անուն։ Հա, ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ Եվ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ
ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որտեղ եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասացի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասացի, Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք մեր պատմության զավակներն ենք եւ սպառողներն ենք, այո, բայց մենք պետք է հարց տանք մեզ, մենք ի վիճակի ենք քաղաքական առաջնորդություն ստանձնել։ Մենք այդ հարցի պատասխանը տվել ենք։ Մենք այդ հարցի պատասխանից չենք հրաժարվելու։ Դա մեզ համար ռազմավարություն է։ Եթե որևէ մեկը հրաժարվելու է կամ հրաժարվում է, թող ուղիղ ասի։ Ակնարկների կարիք չկա։ Եվ ակնարկները չեն էլ աշխատի, որովհետև ունենք լեգիտիմության, որովհետև այդ ակնարկները եթե նույնիսկ լինեն, դրանք լեգիտիմ չեն, որ լեգիտիմությունը բխում է ընդունված փաստաթղթերից։ Վարչապետն ընդգծեց, պետք է կարողանալ անցյալը տարբերակել ապագայից։ Պետության ղեկավարը եզրափակ է շարունակելու ենք ապրել ապագայում, որն այսօր է, եւ դա կառավարության ռազմավարությունն է։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։